Ողջունում եմ Չիբուկչյան լայվ YouTube-յանի մալիքի հետևորդներին, հուսով եմ լավ եք, հարգելի հետևորդներ։ Միացյալ Նահանգների հետաքրքիր, ուրեմն, այսպես ասում ուղերձներ Հայաստանի հետ կապված եւ Թրիփի հետ կապված եւ մեսիջը կարելի ասել բոլոր խաղացողներին, թե ով է տեր ու տիրակալը ուրեմն իրավիճակի եւ դրա հետ կապված զուգահեռաբար հետաքրքիր մեսիջների սկսենք Միացյալ Նահանգներից։ Ուրեմն վերջին շրջանում գիտեք ակտիվացել են երկաթգծի հետ կապված պատմությունները, Թրիփի հետ կապված պատմությունը Ռուսաստանի կողմից մեսիջները եւ ամբողջ ես ասել եմ բազմիցս ամբողջ Ռուսաստանի կողմից այս ասում բազարը իրականում Թրիփի մասին է, վստահաբար Թրիփի մասին է եւ ուրեմն պետք է նշեմ, որ իրենց նպատակը իրականում էս ուրեմն ձուկը արգելելը չէ կամ եւ այլն ինչ որ ինչպես կապիկությունը որ անում են, իրականում խոսքը նրա մասին է, որ իրենք թույլ տան, որպեսզի Ռուսաստանը նախ Թրիփի մեջ որոշիչ դեր ունենա, հետո էլ միանձնյա տիրի Թրիփին եւ վերադառնա նոյեմբերի 9-ի իրենց սիրած ծրագրին, հա։ Այսինքն այլ տարբերակ այսօր մենք այդ մասին այսօր չենք հասցնի խոսել, բայց հետաքրքիր բաներ ա տեղի ունենում նաև Սիրիայում բանակցությունները ավարտվել են Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ, մենք փորձենք առաջիկա 2 օրին հասկանանք թե այդ ինչ են հանձնարարել, ինչ են պայմանավորվել, ինչ չի, դուք գիտեք, որ Սիրիայում տերուտ իրականը Թուրքիան է, այսինքն ռուսները իրականում թուրքերի հետ են ինչ որ բան պայմանավորել, կհասկանանք ինչ են պայմանավորվել եւ ըստ դրա վտանգները կհասկանանք։ Հիմա Միացյալ Նահանգները հասկանալով, որ Հայաստանում իդեպ նաեւ ընդդիմության պայքարի գլխավոր կետը դա է, բայց այդ պայքարը Թրիփի դեմ իրանք վարելու են, այսինքն իրենք Թրիփին փորձելու են ասոցացնել իշխանության հետ, ներկայացնել, որ Թրիփը դա Թուրքիայի ծրագիր է, իբր թե եւ ըստ դրա վարկաբեկելով իշխանության ռեյտինգը, առանց այդ Թրիփը կարծես թե շատ բարձր ռեյտինգ չունի Հայաստանում, որտեղ 4 բոլոր աշխատում են Թրիփի դեմ, սկսած օգտակար իդիոտներից վերջացած ուրեմն տգետ բալաբոլներից, որոնց պապան հեծանիվ չի առել փոքր ժամանակ, ինչը մտնում են եթեր են տվել, եթեր են տեսել իրանց կորցրել են, ինչ հիմարություն ասած չեն խոսում, չգիտեմ եւ այլն։ Մի խոսք եւ վերջացրած ուրեմն բնականաբար ռուսական գործակալական ցանցը ուրեմն եւ պարզապես մարդիկ, ովքեր ուղղակի չեն հասկանում ինչա կատարվում, հա, ասենք այդ ամեն ինչի մեջ կան մարդիկ նաև որ իրանց թվում է իրանք դες քաղաքագետ վերլուծաբան են, բայց ինչ որ դες լսել են, որ տենց ինչ որ մեկը ասում է, որ Թրիփը վատն է, հավատացել են նրան, մտնում են եթեր ու կրկնում են, ասենք այդ հիմարությունները։ Ուրեմն հիմա ԱՄՆ-ն հասկանալով իրավիճակը, որ բնականաբար հիմնական աչքը Թրիփի վրա է, ուրեմն օգոստոսի 8-ի հետ կապված, մեկամյակի հետ կապված Վաշինգտոնում կնքված պայմանագրի Մարկո Ռուբիոն շատ հետաքրքիր ուղերձ է աղում եւ ինչ է ասում Ռուբիոն։ ԱՄՆ-ն շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությանը։ Ուրեմն Ռուբիոն տարածել է հայտարարություն օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովի կապակցությամբ, նշելով խաղաղության հաստատման հարցում Դոնալդ Թրամփի առանձնահատուկ դերը, ուրեմն նա պատմական է որակել Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածությունները, Թրիփը բազմամոդալ տարանցիկ ուղի է, նշել է Ռուբիոն, մեկ վարքյան հարգելի հետևորդներ, ուրեմն որը կարդիականացնի երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ եւ թվային ենթակառուցվածքները եւ այն իրականություն է դառնում։ Հայաստանում երկաթուղու ինժեներական ուսումնասիրություններն արդեն ընթացքի մեջ են, իսկ Ադրբեջանը մոտ է Հայաստանի հետ կապող մայրուղու եւ երկաթուղու կառուցման ավարտին, ասված է հայտարարության մեջ։ Պետքարտուղարի խոսքով խաղաղությունը ճանապարհ է բացել Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացման համար, ինչը կնպաստի 3 երկրների տնտեսական բարգավաճմանը։ Ուշադրություն դարձրեք, ինքը ստեղ ասում է 3 երկրների բնականաբար այս 3 երկր, այսինքն Միացյալ Նահանգներ, Հայաստան եւ Ադրբեջան։ Բնականաբար Հայաստանի պարագայում իրենց դերակատարումը շատ ավելի մեծ է եւ շատ ավելի կարեւոր է Հայաստանը, սկսած դեմոկրատիայից վերջացրած քրիստոնեական հանգամանքով, քրիստոնեության հանգամանքով եւ այստեղ պետք է նաեւ ընդգծել, որ Հայաստանը փորձում է դարձնել տարածաշրջանի բարձր տեխնոլոգիական հապ նաև էս իմաստով, որովհետև այն արագությամբ որտեղ կառուցվեց արհեստական բանականության գործարանը, այսինքն այդտեղ Հայաստանում կառուցվեց արհեստական բանականության գործարանը, եւ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ դեռևս որևէ պրոյեկտ չկա, իսկ այդ երկաթգծի հատվածը Ալիևը ինքն իր գումարներով է ուրեմն փոխհատուցել։ Ավելին ասեմ, այս պահի դրությամբ այդ Թրիփի հիմնադրամի հետ կապված հիմնական գումարները նախատեսվում է ծախսել հենց Հայաստանի տարածքում։ Եվ որևէ գլոբալ պայմանավորվածություն, ինչ որ Ալիևը ուզում էր իրենց նավթահանքերի եւ այլի հետ կապված նոր ուսումնասիրությունների դեռևս
չկա, ինչքան էլ Ալիևը մենք նախորդ թողարկումներին անդրադարձանք, որ Ալիևը անգամ Միացյալ Նահանգներում է ներդրում անում սոկարի իրանց, այսպես ասած, քողարկված ձեռնարկությունների միջոցով, ասել եմ, որ այնտեղ ուրեմն նավթի, ուրեմն նավթահանքեր չասեմ, երևի նավթի արդյունահանման, այսպես ասում, կետեր են առել մի քանի, այսպես, այսինքն ինվեստիցիա են արել Միացյալ Նահանգներում, իմանալով, որ Տրամպը դա սիրում է։ Այդ մասին խոսել ենք նախորդ թողարկումներում։ Ասում է այսօր ուրախությամբ հայտարարում եմ, որ Տրանսկասպիան ձեռնարկությունների հիմնադրամը սկսել է գործել, այն ղեկավարում է տնօրենների նորընտիր խորհուրդը, իսկ դրա կապիտալը կազմում է $201 միլիոն, ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։ Ռուբիոն շեշտում է, Միացյալ Նահանգները շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությանը եւ պատրաստ է առաջ շարժվել նրանց հետ։ Այսինքն, տեսեք, Ռուբիոն հստակ ասում է, որ սա 3 երկրների հետ կապված է, բայց իրականում TRIP-ը դա հայ ամերիկյան նախագիծ է, այսինքն մեր երկուսին է վերաբերվում եւ գլոբալ Միացյալ Նահանգները շեշտելով, որ դա վերաբերվում է Հայաստանին, Միացյալ Նահանգներին եւ Ադրբեջանին, մնացած բոլորին ասում է, որ դուք այս խաղի մեջ չեք կարող հիմնական դերակատարներ լինել, որտեղ հիմնական դերակատարը ես եմ եւ ես եմ որոշում ինչքան փող տալ, ինչքան պրոյեկտներ անել, ֆինանսավորումներ ես եմ անում, իսկ եթե մտածում եք, որ որևէ բան չի արվում, արվում է, ամեն ինչ արդեն սկսվել է արվել։ Այսինքն սկսած, որ ես ասեմ անգամ արհեստական բանականության գործարանը, որ կառուցվում է, դա կապ ունի հենց TRIP-ի հետ։ Դա կապ ունի հենց TRIP-ի հետ եւ հայ-ամերիկյան հարաբերությունների հետ։ Եվ այստեղ Միացյալ Նահանգները շեշտում է, որ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը չեն կարող վճռորոշ դերակատարում ունենալ, սա կոնկրետ Միացյալ Նահանգների, Հայաստանի եւ Ադրբեջանի գործն է։ Բնականաբար մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը այստեղ բոլորովին այլ շահեր ունի եւ մենք նաեւ հեսա կհասկանանք ինչու։ Բայց ինչ տեղի ունեցավ զուգահեռաբար Ռուբիոն շեշտեց 201 միլիոնը, կներեք, բայց Հայաստան ժամանեց TRIP Plus առևտրային հիմնադրամի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։ Իսկ ԱՄՆ-ն այդ նույն ընթացքում մի քանի օրերի ընթացքում կրկնապատկեց TRIP հիմնադրամի բյուջեն։ Սա մասին մենք չխոսեցինք։ Մի քիչ 2-3 օր առաջ եղավ։ TRIP Plus առևտրային հիմնադրամի ղեկավար Սոկոլովը Երևան ժամանելու շաբաթներ առաջ ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է հիմնադրամի բյուջեն $201 միլիոն հասցնելով 402 միլիոն եւ այդ մասին հայտնի դարձավ հիմա։ Ըստ ամերիկյան կառավարության կայքեջի տրամադրված դրամաշնորհի օգտագործման վայր նշված է Հայաստանը, իսկ գումարը պետք է իրացվի առաջիկա 10 տարում, մինչև 2036 թվականի դեկտեմբերը։ Հիմա արդյոք այս 400 միլիոնը իրականում բավարար է այդպիսի մեծ գրանձիոզ պրոյեկտներ անելու համար։ Բացարձակ ոչ, եթե ոչ 20 անգամ, առնվազն 10-15 անգամ քիչ է լուրջ, այսինքն պրոյեկտներ իրականում այդ գրանձիոզ պրոյեկտներ իրականացնելու համար։ 400 միլիոնով անգամ երկաթգիծը չես կառուցի, իմ խորի հանուզմամբ, բայց այդուամենայնիվ հարցը բարձրացված է բարձ։ Հիմա տեսեք ինչա կատարվում, ուշադրություն դարձրեք, որ Փաշինյանը նորից բարձրացրեց երկաթուղու թեման, վերջին իշմը չէր խոսում, եկե նորից բարձրացրեց։ Եվ ահա, այս 402 միլիոն դառնալու պատմությունը հայտնի դարձավ միայն այն ժամանակ, այսինքն բացահայտվեց, երբ որ նորից բարձրացվեց երկաթուղու թեման։ Այսինքն բնականաբար մինչև 2036 թիվը 400 միլիոնի ներդրումը դա ոչ թե ծիծաղալու է, դա շատ ծիծաղելու է, հատկապես հաշվի առնելով այն մասշտաբը, որ խոսում ենք, թե ինչ աշխատանքներ պետք է տարվի եւ այլ։ Բայց խոսքը նրա մասին է, որ չկա դեռ վստահություն Հայաստանի իշխանությունների հետ կապված, եւ այդ գումարը ավելանալու է ըստ նրա, որքան Միացյալ Նահանգները, ասենք որքան Հայաստանը կոնկրետ ինչ-որ քայլեր անի։ Օրինակ, կոպիտ ասած, երկաթուղին կվերցնի Ռուսաստանի ձեռքից, ես հիմա հիպոթետիկ օրինակ եմ բերում, բնականաբար մեկ էլ կտեսնենք, որ դա դարձավ 1 միլիոն։ Մեկ այլ քայլ կարվի, օրինակ էլի հիպոթետիկ օրինակ, ռուսական զորքերը կհանվեն Հայաստանից, մեկ է կտեսնես դա կդառնա 3 միլիարդ։ Մոտ առապես սխեման սենց է աշխատելու, ավելին ավելի դիմաց, որքան Միացյալ Նահանգները հաստատվեն եւ ավելի վստահ զգան իրենց, այնքան է TRIP-ի գումարը իմ խորին հավասարում ավելանա, որտեղ 400 միլիոնը դա իրականում ոչ մի բանի մասին է, այն նախագծի հետ կապված, որ մենք պատկերացնում ենք, բացի դրանից էլ ես նորից եմ ասում, այնտեղ տնտեսական հաշվարկներ, ովքեր հույս ունեն, որ դա տնտեսական նախագիծ է լինելու, ես կարծում եմ չարաչար ուրեմն իրանք սխալվում են, որովհետեւ դա ռեալ տնտեսական իրականում այնտեղ որոշակի իհարկե տնտեսական կոմպոնենտ կա, որ Միացյալ Նահանգներին կարող է հետաքրքրի մասնարարպես կենտրոնական Ասիայից էներգակիրների ուրեմն էներգակիրների ուրեմն էքսպորտը դեպի Եվրոպա
կամ գուցե ոչ միայն, այսինքն էներգակիրների հարցը իրենց հետաքրքրում է նաև Կենտրոնական Ասիայի երկրներին, այնտեղ էլ են արհեստական բանականության ուրեմն գործարաններ կառուցվում եւ էներգահամակարգը փորձում է ավելի այսպես բազմապատկվել, զարգացվել։ Դրա համար որոշակի առումով այո, բայց մեծ հաշվով Միացյալ Նահանգների համար Չինաստանից Եվրոպա ապրանք մատակարարել, ես նորից եմ կրկնում, դա ընդհանրապես ոչ մի բանի մասին է։ Հետագայում իհարկե Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում Հնդկաստանից Եվրոպա, Իրանով այն ինչ որ մենք խոսում ենք, Հայաստանով եւ մի մասը Վրաստանով գուցե հետագայում տեսնենք Վրաստանը ինչպես իրեն կպայի, դա արդեն այդ ժամանակ թրիփը կարող է ունենալ Ամերիկայի համար արդեն նաեւ որոշակի առևտրային հետաքրքրություն, բայց այս պահին կոնկրետ առևտրային նշանակությունը Չինաստանից ուրեմն Եվրոպա ապրանքաշրջանառության մասը բնականաբար Միացյալ Նահանգներին չեմ կարծում շատ հետաքրքիր է, ավելին ասեմ հետաքրքիր չի, ավելին ասեմ հետաքրքիր է դա փակ պահելը եւ Հայաստանի համար էլ դա կոպեկներ է, ընդհանրապես ոչ մի բանի մասին այդ տրանզիտային գումարները, մենք առաջիկայում կանդրադառնանք նաև այդ տրանզիտային գումարների հետ կապված, ասինքն նույն այդ զուգահեռ էքսպորտի հետ կապված, որ մենք Հայաստանը դառնա տրանզիտ Ռուսաստանի ուրեմն սանկցիաների չեղարկելու հետ կապված եւ կհասկանանք թե ինչքան վնաս է դա պետության եւ ընդհանրապես միայն որոշակի բիզնեսմեններին է, բիզնես էլիտան է, ահա որ օգտվում տրանզիտային ուրեմն առևտրից, որովհետև երբ որ տրանզիտով ապրանքները տարվում են Եվրոպա, դրանից կօգտվեն նաև մեգադախլչիները, որոնք սկսեն իրենք Չինաստանից Եվրոպա ապրանք արտահանել եւ Հայաստանի բյուջեին դրանից կոպեկներ, բայց օրինակի համար մեգադախլչիները դրանից դառնալ են միլիարդատեր։ Դրա համար Հայաստանի համար ավելի կարևոր է այն ինչ որ ես միշտ ասում եմ, դա բարձր տեխնոլոգիական արտադրության շղթան է, սկսած ամերիկացիները ակտիվ հիմա մտնում են Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ, սկսած Կոստացի Սոլովյովից, բայց դա առաջին քայլն է, վերջացրած վերամշակման գործարանի զտման տեխնոլոգիաներից եւ վերջացրած կիսահաղորդիչների արտադրություն եւ այլ արտադրություններ նաեւ ռազմական նշանակության։ Այս է Հայաստանին եկամուտ բերելու, որը Հայաստանը դառնա բարձր տեխնոլոգիական արտադրության կենտրոն եւ կարողանա չգիտեմ, ոչ թե 10 տոննա լոլիկ վաճառել ու ստանալ կոպեկներ, այլ վաճառել, ասենք 10 հատ չիպ եւ ստանալ 10 նապատիկ ավելի շատ 10 տոննա լոլիկը, կոպիտ ասած։ Բնականաբար դա բյուջեին բերելու է ահռելի գումարներ։ Հիմա սա արդեն ասեցինք, որ ուրեմն կրկնապատկվել է գումարը, բայց կա մի հետաքրքիր հանգամանք։ Ուրեմն հարցը տարվել է սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը շուտով պետք է որոշի, իսկ շուտով ասած կոնկրետ սեպտեմբերի 15-ին պետք է քննի թրիփի ուրեմն համապատասխանությունը Հայաստանի սահմանադրությանը, որից հետո եթե դա հաստատվի, դրանից հետո արդեն նոր սահմանադրական թրիփի նախագիծը կուղարկվի ազգային ժողով, իսկ հա ազգային ժողովում արդեն կսկսվի կինոն, որտեղ մենք կտեսնենք, եթե Աստված տա սահմանադրական դատարանը խաղեր չտա եւ նորմալ գնա ուրեմն ազգային ժողով, եւ մենք այնտեղ կտեսնենք մեր ընդդիմադիրների իրական ուրեմն դեմքը, որոնք արդեն հիմիկվանից ես արդեն ուշադրություն հրավիրեցի տեխնոլոգիաներից մեկի վրա, որ այդ ամբողջ աղմուկի տակ իրանք, այսպես ասում, խելացիորեն փորձում են թրիփը կապել Թուրքիայի շահերի հետ, մինչդեռ բնականաբար մենք տեսնում ենք, որ դա իրականում այն ձևով որ թրիփը իրականացավ դեմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահին եւ մենք հիմա կհասկանանք ինչու։ Ուրեմն Firebird AI-ի առաջին գործարանը բացվեց արհեստական բանականության տարածաշրջանում կարծեմ ամենախոշորը Հրազդանում եւ սա էլ եկեք կապենք այս բոլոր իրադարձությունները, սա միաժամանակ տեղի ունեցավ ուրեմն Վաշինգտոնյան համաձայնությունների 1 տարվա շրջանակում։ Սա Հայաստանի համար երևի ասում ամերից Nvidia-ի չիպերով Firebird AI-ի գործարանի բացումը, դա երևի լրջագույն ձեռքբերումն է Հայաստանի համար, բայց սա քիչ է, մենք կարող ենք 10-նապատիկ, 20-նապատիկ, երրապատիկ, 30-նապատիկ ավել օգտվել, եթե ճիշտ քաղաքականություն վարել։ Հիմա Թուրքիան Ֆիդանը հարցազրույց է տալիս եւ ասում է Կովկասում ձեռքբերված համաձայնությունից հետո հուսով ենք, որ այժմ հրադադար կա։ Հրադադար, որը լավ է գործում, նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր եւ մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին մենք հաշվի ենք առնում անվտանգության եւ տնտեսական ճարտարապետության հերանեկարը։ Իսկ ինչ նկատի ունի Ֆիդանը։ Հիշում եք ինչ ասեց Ֆիդանը մի քանի ժամանակ առաջ, մի քանի շաբաթ առաջ։ Այդ անվտանգության եւ նոր ճարտարապետության տարածաշրջանի հերանեկարը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ կապված նա ընդգծեց, որ Թուրքիան պատրաստ է բացել սահմանները եւ ամբողջությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն դա ուղղակիորեն կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ։ Այսինքն, տեսեք, Միացյալ Նահանգները ասում են, որ Թուրքիան դրա հետ կապ չունի,
Դա մենք ենք, Հայաստանն է ու Ադրբեջանը։ Դա մեր գործն է, մենք ոնց կաշխատենք։ Ֆիդանը ասում է, ոչ, այս գործընթացը առանց ինձ տեղի ունենալ չի կարող։ Ես պետքա փայ ունենամ այս գործընթացից եւ դրա համար Ալիևի ձեռքերը կապում են նրանով, որ ես քեզ օգնել եմ 44 օրյա պատերազմ, իսկ սա process-ում օգնել եմ, դու չես կարող առանց ինձ ինչ շրջանցելով գնալ Ամերիկայի հետ ուրեմն միայնակ համագործակցության։ Ավելին ասեմ, դա Ալիևին ձեռը չի տալիս, դրա համար մենք տեսանք, որ վերջերս Բայրամովը շատ ուրախ հայցելեց Լավրովին տեսնելու, որովհետեւ ուրեմն հասկանալի է, որ իրանք ուզում են հետ ողորմի անել թրիփը։ Դա ակնհայտ է, ուղղակի աշխարհական իրավիճակը այնպես է, որ այս պահին Թուրքիան բացահայտ չի ուզում գնալ Միացյալ Նահանգների դեմ, Ռուսաստանի ձեռքը վրել չի ստացվում այս պահին անել, որտեղ Պուտինի վիճակը ուրեմն լավ չի։ Հիմա Ֆիդանը անդրադարձել էր նաև տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական ուղիների, այդ թվում Ադրբեջանի Նախիջևան կապող ճանապարհների բացման կարևորությանը եւ ամենակարևորը 3 գումարած 3 ձևաչափի մասին էր խոսել։ Եվ ինչ էր շեշտել Ֆիդանը, որ հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից առանց արտաքին ուժերի անհարկի միջամտության։ Այսինքն մենք տեսնում ենք, որ թուրքերն էլ են փոշմանել, որ իրենք թրիփի process-ը փորձում էին առաջ տանել եւ Թրամփի միջոցով ստանային չստացվեց, եւ հիմա իրենք նորից վերադարձել են 3 գումարած 3-ի կոնցեպտին եւ ասում են, չէ, նույն թրիփի հարցը պետք է լինի մեր ուրեմն 3 գումարած 3-ի կոնցեպտում, այսինքն ԱՄՆ-ն պետք է դուրս մնա։ Եվ այն ժամանակ սրանց խորամանկությունը կայանում էր նրան, որ սրանք Թրամփին ուղղակի, այսպես ասում, համապատասխան տեղը լիզելով փորձում էին ձևական ներկայությունը ԱՄՆ ձևական ներկայությունը ապահովեին տարածաշրջանում։ Հիշում եք, մենք խոսում ենք Թուրքիայի Թեքսասում թուրքական ֆիրմա կար, որը պետքա գար, իբր նա ԱՄՆ ներկայությունը սահմանափակվեր դրանով, որ թուրքական ամերիկյան ընկերությունը, բայց թուրքական ուրեմն ցակման պետքա գար ինչ որտեղ շինարարություններ անը եւ այլն, Թրամփին ինչ որ ձևական երաշխավոր կանգնացնեին ձևականները, իրանք տակից ամեն ինչ անեին, բայց շատ արագ Թրամփին բացատրեցին եւ Թրամփն էլ հասկացավ, որ ուրեմն կարելի ամեն ինչ թեքել իր օգտին եւ Միացյալ Նահանգները եկավ, ուղղակի տիրացավ ուրեմն այդ ճանապարհին, դրանով նաեւ ապահովելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ Սյունիքը ուղակի պահպանելով մեզ համար։ Մնացած առևտուր, տրանզիտ, մեգադախլ չի, այդ արդեն երկրորդական, երրորդական հարցերը մեզ չի հետաքրքրում։ Հիմա թրիփի հետ կապած մենք արդեն ասացինք, որ ուժեղ Հայաստանի տեխնոլոգիաներից մեկը նա է, որպեսզի վարկաբեկել թրիփը։ Իսկ մենք տեսնում ենք, որ նրանց դա բավական լավ հաջողվում է, եւ թրիփի ռեյտինգը Հայաստանում բավականին ցածր է, 40 քանի մոտ 50%, այսինքն կես լավ ասենք 50 թող լինի, բայց դա շատ վտանգավոր է, որովհետեւ մարդիկ ուղակի չեն հասկանում, որ թրիփը դա ուղակի Սյունիքի հայկական լինելու երաշխիքն է այսօր։ Չկա ուրիշ որևէ երաշխիք, չկա։ Բայց ոմանք կամ արդեն, չգիտեմ, իրանց դեմքն է պատրվել, որ արևմտամետ լինելով ինչ որ անկապ բաներ են խոսում, ուղղակի դեմքն է պարտվել, կամ ուղղակի օգտակար ապուշի դերակատարում են լավ ստանձնել եւ սկսում են վարկաբեկել թրիփը եւ դրա համար, երբ որ թրիփը ոչ միայն հարվածներ է ուտում ռուսներից, այլ նաեւ մեջքից, կամ դրանք թաքնված գործակալիկներ են, ասենք երրորդ սորտի, չգիտեմ, որոնք կուրացիա են լինում, չգիտեմ, կողմից Աստված գիտի, կոպերկինի գրպանի, չգիտեմ, ինչ որ վարորդիկների կամ չգիտեմ կողմից, եւ տես ողջավորված բանը կամ ասում կոպիտ ասած օգտակար իդիոտի դերակատարում են ստանձնել։ Հիմա ինչա տեղի ունենում։ Արամ Վարդևյանը իհարկե չբացառելու որոշ միամիտներ կան, որ մոլորված են, դա էլ չբացառենք։ Արամ Վարդևյանը այսօր ընտրվեց ազգային ժողովի փոխնախագահ։ Բայց հիշում եք ինչ էին ասում իշխանությունները։ Հիմա ուժեղ Հայաստանի տակտիկան, այսինքն իրանց գլխավոր խնդիրն է Ռուսաստանին վերադարձնել տարածաշրջան։ Դա պետք է անեն թրիփը վերադահանձնելով ռուսներին, վերադարձնելով նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Դա իրանց պլանն է, դա իրանց հրահանգն է իմ խորին համոզմամբ։ Իշխանությունները սպասում էին եւ ակնարկում էին, որ Էդգար Ղազարյանը պետք է լինի ընդդիմության կողմից առաջադրված փոխնախագահը։ Շատ էին երազում այդ մասին, փորձում էին հասնել դրան, արհեստական կոնֆլիկտ էին անում իր հետ եւ այլն, որպեսզի տենց ամենաարմատականին իրաց մեջ հանին, բայց որը թույլ կողմեր ունի, որ այնպիսի հայտարարություններ արել, որ դրա տակից չի կարող դուրս գալ։ Ազգային ժողովից սկսելը բոլոր քպայականները պահանջում են, որ Էդգար Ղազարյանը ներողություն խնդրի, որ ցանկանում էր հայ սակրավորների մահը։ Իհարկե պարզ է, մենք հասկանում ենք Էդգար Ղազարյանը ով է ինչ կերպար դրա համար իշխանության համար ֆանտաստիկ փոխնախագահ կլներ, սա որ ծեծելով ման կգային, Էդգար Ղազարյանին կսարքեին ընդդիմության լիդերը, չգիտեմ, այդ իշխանական
որը իրանց կողմից ներկայացված փոխնախագահն է, բայց իրանք արեցին շատ խելացի քայլ եւ ընդդիմությունը անակնկալ հայտարարեց, որ իրենց փոխնախագահի տեխնացուն Արամ Վարդևանյանն է։ Արամ Վարդևանյանը parza մենք հասկանում ենք իր անցյալը, մենք հասկանում ենք, որ այդպես կոնկրետ Քոչարյանական ճամբարի ներկայացիչ է հիմա Սամվել Կարապետյանը, իրանք որ ասում են դու ճամբար ես փոխի, իրականում այնտեղ ճամբար փոխելու բան չկա։ Նրանք բոլորը ինքը ոնց ռուսական ճամբարից եղել է, այդպես ռուսական ճամբարում մնացել է Արամ Վարդևանյանը։ Եվ այստեղ ընդհանրապես հարց ու պատասխան չկա, բայց Արամ Վարդևանյանի կերպարը, տեսեք, հաջողված իրավաբան, հենց իրանք էլ ընդ որում զարմանալին գիտեք որն է, հենց իրանք ԿՊ-ականները Արամ Վարդևանյանին որպես հաջողված իրավաբան են ներկայացնում։ Իրանք չեն հասկանում, որ դրանով իսկ, այսինքն այն որ կոպիտ ասած իրանց մեղադրանք ներկայացնողները ուղղակի անգրագետ ձևի էին Ռոբերտ Քոչարյանի մեղադրանք ներկայացրել, որ ուղղակի ասես մի հատ, չգիտեմ, երրորդ սորտի իրավաբան բերեր այդ գործը կքանդեր, կոպիտ ասած, հա։ Իրանք իրենց ձեռով Արամ Վարդևանյանին սարքեցին իրավաբանության աստղ։ Հետիք չի, հիմա էլ ազգային ժողովում են սարքել լավ մասնագետ եւ այլ այսպես շարունակ։ Եվ ընդհանրապես նորից եմ ասում, իրանք չեն հասկանում, այսինքն ԿՊ-ի ցածր մակարդակը հենց սրանում է, ԿՊ-ական падգամավորները, իրանք չեն հասկանում ինչ են խոսում, ինչի են խոսում։ Իրանք բարեկրթության կոչ են անում, որովհետեւ իրանք հասկանում են, որ սև ու սպիտակի դաշտում իրանք պարտվեցին։ Պարտվեցին ինչու, որովհետեւ նորից եմ ասում, իրանք անգամ չէին ունենա ուրեմն պարլամենտի ուրեմն իրանք սահմանադրական մեծամասնություն են ուզում, լավ սահմանադրական մեծամասնությունը կարային մոռանային, բայց եթե Գագիկ Ծառուկյանը անցներ պարլամենտ, իրանք այդ 3/4-ն էլ չէին ունենալու պարլամենտում։ Եվ ըստ էության, եթե մենք նայում ենք ձայների բաշխվածությանը, ինչքան մարդա ձայնը տվել, ասենք օրինակի համար Ծառուկյանին, Քոչարյանին եւ ուժեղ Հայաստանին, հարգելի է, որտեղ տարբերությունը շատ քիչ է։ Ընդդիմությունը Փաշինյանի համեմատ, իշխանության ԿՊ-ի համեմատ ահռելի առաջընթաց է գրանցել։ Այսինքն իրենք խոսում են ինչ որ թվերով, հա, մենք 600,000 ենք ստացել, հիմա 720,000 ենք ստացել, բայց ընդդիմությունը կրկնակի է մեծացրել։ Եվ եթե մենք այդ տարբերությունը նայում ենք, եթե այդ 3 ուժերին վերցնում ենք, մոտ կես միլիոն ստացել է, կես միլիոնից ավել, իսկ եթե այն ռուսամետների, որոնք պարլամենտ չանցան, այսինքն չկարողացան անցնել, դրանց ձայներն էլ վերցնենք գումարենք, որոնք իրանց հայացքների են կամ իրանց տիպի քարոզչություն էին տանում իշխանության դեմ, եթե դրանք փոշիացան այդ ձայները, որտեղ բաժանվեցին, ամենաշատը անցավ ԿՊ-ին, ի վերջո։ Բայց եթե մենք այդ կուսակցությունների ձայներն է վերցնեինք, որ իրենք ուրեմն պրոռուսական էին, դա մոտ 600,000 եւ ավել ձայն է։ Իսկ 600,000 եւ 720,000-ի մեջ դուք պատկերացրեք ընդամենը 5 տարվա մեջ ինչքան կրճատվեց տարբերությունը։ Հաջորդ ընտրություններում իշխանության համար կատաստրոֆա է լինելու, եթե իրանք չկարողանան կոնկրետ քայլեր անել։ Եվ հիմա հասկանանք ինչու։ Իշխանությունները հասկանում են, որ այդ սև ու սպիտակը, այդ բանավեճը, հայհոյանքը եւ այլն բոլորին զզվացրել է, բոլորի կոկորտին է։ Իրանք շատ լավ հասկանում են, որ դա իրենց համար վտանգավոր է։ Հիմա իրանք կոչ են անում, եկեք բարեկիրթ բանավեճ անենք, հա։ Հիմա եւ միասնական աշխատանքի դաշտ են ուզում բերել ընդդիմությանը, ինչու։ Ասում են, տեսակ, դուք մտածում եք, որ մեզ հեռացնելու են, այսինքն ընդդիմության ընտրազանգվածին, արմատական կոչեր էին անում, բայց իրենք այսօր եկել մեզ հետ աշխատում են։ Այսինքն իրանք հիմա ասում են, գիտեք, կուտ են տալիս, էլի, ասում են, եկեք մեր հետ աշխատեք, կոնստրուկտիվ նստենք աշխատենք, որ հետո օգտագործեն դա եւ ասեն այդ ընդդիմության, որ մարդկանց որտեվ ատելություն էին ներշնչել Փաշինյանի հանդեպ են, որ ամեն գնով պետքա Փաշինյանից հեռացնել։ Եվ բերեն են դաշտ, որպեսզի իրանք կոնստրուկտիվ աշխատեն, փողոցային պայքար չլինի, նրանց էլ ասեն, տեսակ, ձեզ խափեցին, եկան մեր հետ կոնստրուկտիվ աշխատում են։ Մինչդեռ այսօր մեկը լավ էր գրել, ասում եք, դուք ասում եք իշխանությունը, ընդդիմությունը ընտրակաշառքով է ընտրվել, դուք այս առավոտից իրիկուն ասում եք, որ լեգիտիմ չեք համարում ընդդիմությանը, բայց այսօր ԿՊ-ականները ձայներ տվեցին, որպեսզի Արամ Վարդևանյանը ընտրվի ազգային ժողովի փոխնախագահ։ Դրանով ձայներ տվեցին ոչ լեգիտիմ ընդդիմությանը, այսինքն ընտրակաշառքով իրենց իսկ պնդումով ուրեմն ընտրված ընդդիմությանը, ինչը խայտարակություն է։ Հիմա այդ մասին խոսել ենք, որ ընդհանրապես աբսուրդ էր իրենց հայտարարությունից հետո պետք է ազգային ժողովը ընդհանրապես ծրվեր թազա ընտրություններ հայտարարվեն։ Հիմա այստեղից էլ գալիս են ԿՊ-ականներին ինֆանտիլ կոչերը, թե բայ եթե ուզում եք իշխանության գալ, դուք դες բան լսել եք, ուրեմն ինչ են ասում ԿՊ-ականները։
կանգնում են ամբյոնից գնայում են նրանց ասում են տեսեք նայեք Հայաստան դաշինքին մեզ հետ սև ու սպիտակ խաղացին հայհոյեցին չգիտեմ մեզ դավաճան կապիտուլյանտ անվանեցին եւ հիմա տեսեք իրանք պակասել են եթե ուզում եք գալ իշխանության եկեք մեր հետ նորմալ աշխատեք հիմա խնդիրը նրանումն է որ Քոչարյանը այդ նույն դաշնակցությունը այդ պայքարով իրենք իրականում ոչ թե պակասել են, այլ իրանք շատ ավելի շատացել են, որովհետև Քոչարյան եւ ուժեղ Հայաստան, հավասարազոր է նույն Ռուսաստան, այսինքն Քոչարյանենց աշխատանքի շնորհիվ, այդ գորգորոցների, այդ ամենի շնորհիվ, ընդդիմության ներկայությունը պարլամենտում կրկնապատկվել է, Քոչարյանը չի պարտվել, Քոչարյանն ու իր խմբակցությունը հաղթել են Այստեղ կուսակցության հարց չի, մենք հասկանում ենք, դրանք ռուսական դրոշներով միտինգի էին դուրս գալի։ Նրանք հաղթել են Ռուսաստանի ներկայությունը, բազմապատկվել է, կրկնապատկվել է կներեք պարլամենտում։ Եվ իրականում դա հենց նրանց աշխատանքի արդյունքն է։ Նրանք կարողացան են պարարտ հողը ստեղծել, եկավ Քսանվել Կարապետյանը իր կարողություններով, ռեսուրսներով, Հարմ դեմքեր համեմատաբար երիտասարդ դեմքեր բերեցին, ներգրավվեցին, կապ չունի նրանք անգրագետ են, անգրագետ չնա, մեկը չգիտեմ, հայկական տարածքը անկլավ անվանեց, էական չի, մետադիշկից առանձին որոշել էր ինքը իմպրովիզացիա անել եւ երբ որ իրանք դուրս են գալիս եւ ինստրուկտաժից դուրս են մնում, սկսում են իմպրովիզացիա անել եւ իրաց մտքերը արտահայտել Ժորժ ջան, դա խնդրեմ է առաջանում։ Դրա համար ես բազմիցս հատուկ շեշտում եմ, որ ես ունեմ տպավորություն, որ իրանք անգամ հարցերին պատասխանելով, եթե ինստրուկտաժ չեն եղել, իրանք աշխատում են հարցերի չպատասխանել, որտեվ պարզա չէ, որ իրանք պետք չեն, ասենք նաեւ լուրջ մտածող մարդը հայրենասեր չէր գնա միանալ ռուսական ընդդիմությանը։ Համար իրանք վերցրել են կապել են գել են քսեմ ազերին տենց ինչ որ քող կապ են կապել սիրուն կոստյումներ են հագցրել ինչ որ երիտասարդ դեմքեր հատուկ ֆեյսեր դեմքեր են ընտրել եւ խոսացող գլուխներ են իրանք ինստրուկտաժը տված ամեն մեկը ինչի մասին պետք է խոսա մեկը Արցախի կորստի մեկը պետք է թրիփը որպես թուրքական նախագիծ ներկայացնի խափի այսինքն այն դեպքում որ թրիփը այսօր Սյունիքի պահպանման հայկականության միակ միջոցն է ուրիշ չկա Տեսանք տարիների ընթացքում ինչ էր կատարվում։ Միայն Եվրոպան եւ Ամերիկան կարողացան Սյունիքը հայկական պահել եւ թրիփը դա ամրագրում է։ Այսօր իրանք տակից ուզում են ձեզ ներկայացնեն, որ թրիփը դա թուրքական պրոյեկտ է եւ միայն թուրքերին է ձեռ տալի։ Ինչու՞, որովհետեւ Պուտինին պետք է վարկաբեկել թրիփը Հայաստանում, որպեսզի ինքը հետ ողորմի անի եւ Ադրբեջանի հետ վերականգնի նոյեմբերի 9-ի ծրագիրը։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը ձեռնտու էր Պուտինին եւ Ադրբեջանին։ Եվ ովքեր որ հանկարծ քարոզում են նոյեմբերի 9-ի 9-րդ կետը եւ անունն են տալիս։ Իմացեք այդ մարդիկ կոնկրետ իմ խորինը հասկանալով չհասկանալով ռուս-թուրք ադրբեջանական քարոզչություն են տանում։ Եվ գլխավորապես ռուս-ադրբեջանական, որպեսզի Սյունիքը բաժանվի ռուսների եւ ադրբեջանցիների միջև։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը բացառապես դա էր նշանակում։